Պարոն Խուդատյան, Դավիթ Արուշանյանը ըստ էության չէր մասնակցում, հա՞։ Հայտարարություն կրնի հարգելի գործընկերներ։ Հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հայտարարություն կրնի։ Ինչով է պայմանավորված։ Հարգելի գործընկերներ, առաջարկում սպասեք։ Ինչի սպասենք։ Հարցեր կան։ Այո, ինչ տեղի ունեցավ, որովհետև տեսանք, որ մասնակցում էր վարչության նիստին։ Առանձնապես ոչինչ տեղի չունեցավ, երբ որ ուրեմն Պատճառն այն է, որ դեկտեմբերի 7-ի պատարագին ներողություն, պարոն Խուդատյան, դեկտեմբերի 7-ի պատարագը Գյումրիում անցել է շատ հրաշալի, ես ինքս մասնակցել եմ եւ պատարագը։ Բայց ինչի անսպասելի, երբ որ նա տարին պետք է ամփոփեր, համատեղ ասուլիս պետք է։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ սպասեք այդտեղից։ Այն այդ մի րոպեի շոյք նախորդ օրը մասնակցում էր այդ թեկնածուների մերժել ընդունելու այդ նիստին, հա, գործընթացին հաստատվել էր նրա թեկնածությունը։ Այո, պարոն Արուշանյանի թեկնածությունը հաստատվել է։ Հիմա կարող եք ասել, նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է, թե ոչ։ Առաջարկում Ով էր սպասեք։ այսօր Շիրակի մարզը ներկայացնում կառավարության նիստին։ Շիրակի մարզից այսօր մարզպետ չկար, Արարատի մարզից այսօր մարզպետ չկար, Սյունիքի մարզից այսօր ներկա մարզպետ չկար։ Մարզպետների փոփոխություն նախատեսված է, որովհետև ասում են, որ տեղեկությունների համաձայն հաջորդ Արարատի մարզպետն է հեռանալու պաշտոնից։ Տեղեկություն չկա։ Արտիկի քաղաքապետն է փոխարինել Սպասեք, եթե ասելիք լինի վստահաբար կասեմ։ Խուդատյան, քանի որ դուք էլ եք կարծում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, հնարավոր է միանալ այսօր եպիսկոպոսներին այնտեղ հավաք անցկացնելու։ Շատ մեծ է ցանկությունը, հաշվի առնելով, որ այնտեղ է նաև լինելու իմ ծննդավայրի եւ իմ բնակության վայրի թեմի առաջնորդ Արմավի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը, բայց ժամը այնպեսին է, որ Աշխատանքային ժամ է։ այո, կաշկանդված է։ Մի ժամ հետո, որ աշխատանքային ժամը ավարտվի, չեք գնա։ Նայած ինչ օրակարգ մեր աշխատանքային ժամը որպես այդպեսին 18:00-ին չի ավարտվել վերջին մի քանի տարվա ընթացքում։ Խուդատյան, իսկ իշխանությունը ինչպես բախումը կկանքի, որովհետև ինչպես հասկանում եմ Facebook-յան գրառումներից, տարբեր թևից կոչ են անում լինել մայրաթորում, իշխանական, ընդդիմադիր, ըստ էության դեռ մի բան տեղի ունի։ Վստահաբար արգելի գործընկերներ, ուրեմն ուժային կառույցներ կան այնտեղ եւ մենք էլ միջելոց սա մեր համար քաղաքական process չի եւ այնտեղ որպես այդպեսին մասնակցում քաղաքական ուժի կամ իշխանության ֆորմատով չունենք, չենք ունենալու, չենք քննարկել, չենք պլանավորել։ Բայց մոտավորապես նույն նախադասություններն էր, ինչ որ Նիկոլ Փաշինյանն էր ասել, հոգևոր հավաք կազմակերպել է Իջմիածնում եւ հիմա նրա հետ հանդիպած եպիսկոպոսները երկրորդում են նրա հայտարարությունը։ Եպիսկոպոսները շատ པարզ հայտարարություն են տարածել, որ իրենք առաջարկում են, որպեսզի քաղաքացիները հավաքվեն եւ հանգստի կոչեն։ Ինչքան քաղաքացի պետք է հավաքվի այնտեղ։ Արգելի գործընկերներ, ես տրամաբանությամբ այդ ինչ քանակ պետք է լինի քաղաքացիների, նրանց պահանջը համարվի լեգիտիմ։ Ես չունեմ այդպիսի կարծիք, չունեմ այդպիսի հաշվարկ, ունեմ ցանկություն մասնակցելու, բայց նաև այդ ցանկության մասնակցելով արդեն ասացի, որ մասնակցեմ այն հարցի բերումով, որ այնտեղ է նաև իմ շատ սիրելի հոգևորականներ, մասնավորապես Արմավի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը։ Ես Կճոյանի հետ շփվելու առիթներ չեմ ունեցել, իսկ Սիոն Սրբազանի հետ վերջին 7 տարվա ընթացքում ինտենսիվ շփումներ ենք ունեցել։ Ես իրեն շատ հարգում եմ, ինքը շատ պարկեշտ հոգևորական է եւ կարող եմ կարծիք հայտնել այն հոգևորականների մասին, հետ շփվելու առիթ ունեցել։